Բարև ձեզ, սիրելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, մեր ընտանիքի սիրելի անդամներ։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ հավաքվել եք եւ պատրաստ եք ինչպես առաջի ասուլիսի ժամանակ անաչառ ձևով փոխանցելու այստեղ քննարկվածը մեր ընտանիքի անդամներին, մեր հայրենակիցներին։ Ես ուզում եմ հիշեցնել մի քանի կարևոր խոսքեր, որոնք հնչեցրել եմ առաջի ասուլիսի ժամանակ եւ այդտեղից կառուցենք մեր այսօրվա խոսակցությունը։ Մասնավորապես գիշեք ես նշեցի, որ մեր գերխնդիրը հարկային եկամուտների պատշաճ հավաքագրումն էր եւ դա ինչ ձևով պետք է գործեինք։ Մենք պետք է մարդկանց հարկ վճարելու ընկալումներում եւ հարկ վճարելու մշակույթում բեկում մտցնենք եւ փոփոխություններ մտցնենք իրենց որպես ընկեր, գործընկեր եւ ընտանիքի անդամ բացատրելով, որ հարկ վճարելու բարեխիղճ եւ հոգատար մշակույթը այլընտրանք չունի, քանի որ մենք բոլորս երազում ենք ունենալ սուվերեն զարգացած պետություն, ինչպես նաեւ բոլորս ուզում ենք երջանիկ ապրել մեր պետության եւ մեր հայրենիքի մեջ։ Եվ այս տեսանկյունից կարևոր է տեսլական ձևակերպել պետական եկամուտների կոմիտեի առաջ, թե ինչպիսի կառույց լինի պետական եկամուտների կոմիտեն։ Դրա մասին խոսել ենք նաեւ անցած ասուլիսի ժամանակ, երբ որ ասացինք մենք ուզում ենք տեսնել արհեստավարժ, հզոր եւ մարդակենտրոն պետական եկամուտների ծառայություն եւ այսօրվա իմ ելույթը ես կկառուցեմ այդ դրամաբանության մեջ, այնուհետեւ կանցնենք հարց ու պատասխանի։ Նախ խոսեմ մեր եւ մեր հարկ վճարողների համատեղ արդյունքներից եւ առաջի ցուցանիշը, որի մասին պետք է խոսենք, մեր հարկային մուտքերն են։ Գաղտնիք չէ եւ նաեւ դրա մասին հրապարակումներ ենք ունեցել, նաև իմ հարցազրույցների ժամանակ անդրադարձել եմ, որ ունենք բավական տպավորիչ արդյունքներ եւ հունվար-ապրիլի կտրվածքով 14.5% աճեր ունենք անցած տարվա հունվար-ապրիլի նկատմամբ, որը ենթադրում է 120 միլիարդ դրամով ավել հարկային եկամուտներ անցած տարվա այդ ժամանակահատվածի համեմատ եւ ինչպես հարկային, այնպես էլ մաքսային համակարգերի տեսանկյունից եթե մոտենանք հարցին, երկու ուղղությամբ էլ մուտքերի բավական էական աճեր ունենք, մասնավորապես 12.7% աճ ունենք հարկային համակարգի տեսանկյունից, այսինքն հարկային մարմնի կողմից հավաքված, եւ 25.3% աճ ունենք մաքսային մարմնի կողմից հավաքագրված, եւ այստեղ մի էական հարց է ծագում, որի մասին ես անցած ասուլիսի ժամանակ շեշտադրեցի։ Ինչպես պետք է հավաքագրենք հարկերը կամ ինչպես պետք է հարկվճարողները հարկերը վճարեն եւ պետական եկամուտների կոմիտեն ինչպիսի դեր ունի այդտեղ եւ այստեղ շատ կարեւոր է գտնել բալանսը, այսինքն պատշաճ հարկվճարման եւ տնտեսության զարգացման միջեւ բալանսը եւ կարծում եմ մենք այդ ճանապարհին ենք։ Ինչու՞։ Հիմա մի քանի կարեւոր ասպեկտներից խոսեմ մեր արդյունքների մասին, որոնք եթե կհիշեք անցած անգամ նույնպես ես առաջ քաշեցի, թե ինչպես գնահատենք մեր գործունեության արդյունավետությունը եւ առաջի ասպեկտը դա մեր տնտեսական զարգացումներին համահունչությունն է։ Այսինքն որքանով ենք համահունչ հավաքագրում հարկային եկամուտները կամ մեր հարկ վճարողները սիրելի, ինչպես են վճարում հարկերը, այդ տեսանկյունից եթե մենք նայենք օրինակ մեր տնտեսական ակտիվության տեմպերին եւ նայենք մեր հարկային մուտքերին, ապա այդտեղ նույնիսկ որոշակի առաջանցիկություն կա, դա մենք բացատրում ենք 3 կարևոր գործոններով։ Առաջինը իհարկե տնտեսական ֆենոմեն է, քանի որ ունենք ոլորտներ, որոնց հարկ վճարելու ժամանակահատվածը ավելի ուշ է գալիս, օրինակ մասնավորապես բանկային համակարգի շահութ հարկերը կամ շինարարության ոլորտի ավելացած արժեքի հարկերը, դրանք բերում են որոշակի ավելի մեծ մուտքերի, բայց երկու կարևոր գործոն, որը մենք նկատում ենք եւ կարծում ենք, որ էական դեր ունեն, դա մեր վարչարարության արդյունավետության բարձրացումն է առաջին հերթին, ստվերի դեմ պայքարի ջանքերի մեծացումը եւ երկրորդը նկատում ենք նաեւ կարգապահության եւ պատրաստակամության աճ։ Հիմա մյուս ասպեկտը, որի մասին անցած անգամ խոսում ենք, դա ծախսը արդյունավետությունն է, այսինքն որքանով ենք հոգատար այն միջոցների նկատմամբ, որը մեզ հանրությունը տրամադրում է, որպեսզի մենք հարկերը հավաքագրենք, եւ գիշեք ես ասում եի, որ հանրությունը 1.1%, այսինքն հարկային եկամուտների մեջ եթե նայենք, թե մենք ինչքան ենք ծախսում վարչարարության վրա, ապա 1.1% էր, եւ ճիշտ է, տարվա ընթացքում դրա մասին շատ չեն խոսում այդ ցուցանիշի, բայց օրինակ երբ որ առաջի երամսեկը նայում ենք,
0.75% է, անցած տարվա առաջի երամսեկում ունեցել ենք 0.9%։ Այսինքն նորից շարունակում ենք հոգատար վերաբերմունք ցուցաբերել այն ծախսերին, որը հանրությունը մեզ տրամադրում է հարկերը հավաքագրելու տեսանկյունից։ Հիմա ավելի բացեմ այդ հոգատարությունը եւ ավելի բացեմ այն տնտեսական զարգացումները մեր գործողություններում հաշվի առնելու տրամաբանությունը։ Հիմա եթե օրինակ խոսենք մեր ստուգումների արդյունքներից, նախ ընդհանուր առմամբ մեր բոլոր ամբողջ գործիքակազմով 18%-անոց աճեր ունենք, մոտ 45 միլիարդ դրամի բացահայտումներ, բայց դեռ էականը ոչ թե ցուցանիշներն են, այլ էականը նա է, թե մենք քանի տնտեսվարողների ենք անհանգստացել կամ ճակերտավոր ասած անհանգստացել, իրենց հետ աշխատել անմիջապես, եւ այս տարվա հունվար-ապրիլին 6124 ստուգումներ եւ ուսումնասիրություն ենք արել, այն դեպքում, որ անցած տարի 10138 տնտեսվարողի մոտ ենք այդ ուսումնասիրություններն ու ստուգումները արել, բայց էականը նա է, որ չնայած այդ 40%-ով այդ քանակի նվազմանը, մեր արձանագրված գումարները 21%-ով աճել են, այսինքն սա խոսում է վարչարության արդյունավետության եւ թիրախայնության բարձրացման մասին, նույնիսկ տվերի դեմ պայքարն է։ Հիմա շատ է շրջանառվում որոշակի կեղծ թեզեր նրա մասին, որ կոշտություն կա, տեսեք, հիմա կոշտության տեսանկյունից տվերի դեմ պայքարն է հիմնականում մարդկանց մտքին գալիս, եւ այդ տեսանկյունից 50%-ով ավելի քիչ, այսինքն կրկնակի ավելի քիչ տնտեսվարողների ենք մենք օպերատիվ գործողություններով ստուգել, բայց ամենահետաքրքիրը նա է, որ երբ որ նայում ենք օրինակ ստվերային շրջանառություններին, ապա շուրջ 84 միլիարդ դրամով կամ 146%-ով ստվերային շրջանառությունների աճ ունենք, եւ եթե դրա դիմաց հաշվարկենք պոտենցիալ հարկերը դրանցից գոյացող 39 միլիարդ դրամ կամ 24 թվականի համեմատ 80%-ով աճ։ Հաջորդ կարևոր ասպեկտը մեր գործունեության արդյունավետության, որի մասին սկսել ենք շատ խոսել, դա արդեն մաքսային ոլորտի հիմնական արդյունքներն են, որտեղ փորձում ենք մենք մարդկանց կյանքը հեշտացնել այն տեսանկյունից, երբ որ իրենք գործ են ունենում մաքսային ընթացակարգերի, սահմանահատման կամ այլ գործառույթների հետ մաքսային համակարգի, այդտեղ մաքսիմալ քիչ ժամանակ ծախսեն եւ մաքսիմալ արագ անցնեն այդ գործընթացները։ Եվ այդ տեսանկյունից պետք է նշեմ, որ 25 թվականի եթե սկզբի 4 ամսվա ցուցանիշներից խոսենք, ապա անցած տարվա այդ նույն ժամանակահատվածի համար մենք սահմանահատումներում միջին օրական 30 բեռնատար ավելին ունենք, եթե 580 էր, հիմա 610 բեռնատար ունենք։ Եթե ժամանակատարության տեսանկյունից խոսենք, օրինակ մեր համար թիրախում ունենք մինչև 1 ժամ սպասարկելը սահմանին մեր արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսվարողներին, ապա այդ մինչև 1 ժամվա կշիռը եթե նայենք մեր ընդհանուր դեպքերի մեջ, ապա եթե նախկինում դա մոտ 13% էր, հիմա հասնում ենք գրեթե 20%-ի։ Ավելին ասեմ, մենք նաև փորձում ենք իհարկե մեր հասարակությանը պաշտպանել մաքսանենգ դեպքերից եւ այդտեղ էլ մեր գործողությունների արդյունքում դեպքերի մոտավորապես 9% աճեր ունենք եւ մյուս ասպեկտը մեր գործունեության արդյունավետության ինչպես ենք վերաբերվում մեր եւ հասարակության եւ մեր եւ հարկվճարողների միջեւ առաջացող վեճերին, այսպես ասած, ճակերտավոր եւ այս խոսակցությունն էլ օրինակ կա հիմա շատ է խոսվում լրատվության մեջ, որ հիմնականում պետական եկամուտների կոմիտեի այդ վարչական ակտերը դատարաններում պարտվում են։ Հիմա դա միգուցե պատմական երևույթների մեջ եթե տարիներ ունենք, նմանատիպ դրվագներ կարող են գտնել, որոնք իրենց պատճառներ ունեն։ Հիմա չխորանամ այդ պատճառների մեջ հետագա մարզություն ունենանք խոսելու, բայց նշեմ, օրինակ, եթե 24 թվականի հունվար-ապրիլին ի վնաս ՊԵԿ-ի 793 դատական ակտ է եղել, հիմա թիվը նվազել է 587-ի, բայց ստեղ մի հատ էական հանգամանք է, եթե հօգուտ ՊԵԿ-ի 97 դատական ակտ է եղել 24 թվականի հունվար-ապրիլին, հիմա 486, այսինքն կարելի է ասել, որ այդ ցուցանիշը էապես աճել է, դա ինչի հետևանք է, որ մենք ինքներս ներսում աշխատանք ենք տանում եւ այն ակտերը, որոնք որ մեծ հավանականությամբ արդյունք չեն ունենալու, մենք արդեն մեր ներսում, մեր բողոքական հանձնաժողովի միջոցով, մեր իրավաբանների միջոցով զտում ենք եւ ընթացք չենք տալի այդ աշխատանքներին ու այդ ուղղությամբ արդեն կարելի է ասել այս տարվա ընթացքում մոտ 199 գործով վերանայման բողոքներ չենք ներկայացել։
Գոհունակության տեսանկյունից էինք անցած անգամ խոսում մեր գործունեության արդյունավետության, տեսեք մենք դեռ գնահատականները չունենք, բայց երկու ուղղությամբ արդեն աշխատանք ենք արել, շուտով կամփոփենք, բայց տարբեր ընկալումներ երբ որ վերլուծում ենք, մեր գնահատմամբ դրական գնահատման կշիռը աշճանաբար մեծանում է մեր գործողությունների հետևանքով եւ այդ գործողությունների հիմա փորձեմ մեկնաբանել եւ այն ռեֆորմները, որոնց մասին ես խոսել էի առաջի ասուլիսի ժամանակ։ Առաջի ասուլիսի ժամանակ նշեցինք մի քանի առանցքային ծրագրեր, որոնք այս տարի իրագործելու ենք, հասցրել ենք այս ընթացքում բավական շատ ուղղություններով արդյունքների հասնել, ես նշեմ դրանցից ամենաառանցքայինները։ Հիմա որպեսզի մենք կարողանանք մեր այն նշած տեսլականին հասնենք եւ մարդկանց ու հարկ վճարողների, մեր ու հարկ վճարողների հարաբերություններում նոր բեկում մտցնենք մշակութային տեսանկյունից, շատ կարևոր է որպեսզի մենք ախտորոշենք ինչ խնդիրներ ունի ընդհանուր առմամբ հարկային համակարգը եւ ինչպիսի ռազմավարություն պետք է ունենանք առաջիկա տարիներին, պետք է նշեմ, որ եւ հարկային եւ մաքսային ռազմավարությունները արդեն մշակման ավարտին ենք մոտեցել, շուտով նաեւ սկսենք ավելի լայն քննարկումներ 16 թվականից այս կողմ առաջի անգամ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ սկսել ենք մի հատ մեծ գնահատում, որը մեր հարկային համակարգի բոլոր ուղղությունները մանրամասն գնահատելու է, մեզ հնարավորություն տա դրա հիման վրա նույնպես ախտորոշում անել եւ ձևակերպել մեր առաջնահերթությունները։ Դա նույնպես ավարտել ենք գրեթե, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում վերջնական գնահատականները կտրվեն եւ դրա մասին նույնպես կխոսենք ձեր եւ հասարակության հետ։ Եք շարունակեմ, գիտեք, որ կարևոր ռեֆորմներ ունենք ընթացքում ու կարիք կա այս ընթացքում հասարակության կողքին լինել, մարդկանց կողքին լինել, հարկվճարողների կողքին լինել, որպեսզի իրենք կարողանան սահուն անցնել այս բոլոր ռեֆորմները, մասնավորապես հայտարարագրման մասով դրա մասին առիթ կունենանք ավելի մանրամասն կարծում հարցերը կունենանք արձագանքենք, այս տարի դրությամբ մոտ 54,000 հայտարարագիր դրացած ունենք, որից 23,000 սոցիալական կրեդիտ ստացած եւ 2 միլիարդից ավել սոցիալական կրեդիտներ են ստացել մեր քաղաքացիները, բայց այս ընթացքում մենք մի շարք որոշումներ ենք կայացրել, որոնք այսպես ասած սահուն են դարձել կյանքը հայտարարագիր դրացողների, ունենք բավական մանրամասն ուղեցույցներ, համապատասխան էջ եւ նաեւ ունենք մշակված կոնցեպտ հայտարարագրման նոր հարթակի, բայց նաեւ միաժամանակ փոփոխություններ են կարել, գիտեք այդ 300,000 շեմի մասին, որը հնարավորություն է տվել ավելի հանգիստ լինել հայտարարագրեր դրածներից, ունենք ժամկետների որոշակի փոփոխություններ հայտարարագրեր դրածներից, որը բխում են նույնականացման քարտերի հասանելիությունից, ունենք խնդիրներ մարդիկ, երբ որ չէին կարողանում սոցկրեդիտներ ստանալ առանձին տեղերում, օրինակ որոշակի արվեստի դպրոցներում կամ այլ նմանատիպ խմբակներում, այդ հարցերն են կարգավորվել։ Բացի այդ ունենք նաև շրջանառության հարկի բարեփոխումները, գիտեք, եւ այս ուղղությամբ, եթե նկատել եք, մենք մանրամասն բոլորին բացատրել ենք, մեր կայքում էլ հրապարակում ենք արել, թե ինչպես պետք է շրջանառության հարկի համակարգում այդ հաշվառումները իրականացնեն առանձին ոլորտներում գործող տնտեսվարող սուբյեկտներ, բայց նաև ակտիվորեն մասնակցել ենք այն աջակցության ծրագրի մշակմանը, որը որ արդեն ներդրվել է եւ առաջի երկու եռամսյակում հնարավորություն է շրջանառության հարկ վճարողների համար, որպեսզի իրենք օգտվեն եւ չբախվեն օրինակ որոշակի հարկերի ավելացումների, քանի դեռ իրենք փաստաթղթավորումները պատշաճ չեն իրականացրել, այսինքն մինչև այդ պահը հնարավորություն է իրենց համար օգտվել այս աջակցության ծրագրից։ Մյուս ռեֆորմերի մասով, գիտեք, խաղային ոլորտի մասով հայտարարել ենք ժամանակին, որ օպերատոր պետք է ունենանք, որը հնարավորություն պետք է տալ պատշաճ վերահսկի ոլորտը եւ հարկահավաքում իրականացնի։ Այդ ուղղությամբ արդեն կառավարության որոշման նախագիծը մշակել ենք, շուտով կքննարկվի կառավարությունում եւ կանցնենք մեր մրցութային փուլերին։ Մյուս կարևոր ռեֆորմը, որը որ կապում է մեզ եւ ընդհանրապես մեր հարկ վճարողներին աշխարհի հետ եւ մեզ տեսանելի է լինում, թե օրինակ հարկ վճարողները դրսում ինչ գործակներ են իրականացնում, դա ֆինանսական հաշիվների փոխանակման մասին է խոսք գնում եւ այս տեսանկյունից արդեն պիլոտային գործարկել ենք այդ համակարգը, միացել ենք տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության համապատասխան համակարգին, փորձարկումները արել ենք եւ
47 երկրների հետ փոխանակում ենք իրականացնելու այս տարի բանկերի ստացված տվյալների հիման վրա։ Հաջորդ ուղղությունը, որպեսզի մենք դառնանք մարդակենտրոն, որպեսզի մենք դառնանք ավելի քիչ շփումով ծառայություն, որը հնարավորություն է տալիս հեռավար եղանակով հասկանալ, թե ինչ է տեղի ունենում հարկվճարողների մոտ, նշել մի քանի կարևոր աշխատանքներ, որը որ ձեռնարկել ենք։ Առաջի այս ամիսների ընթացքում մենք համալիր հարկաինստիտուտների, ինչպես նաև օպերատիվ գործողությունների մեծ տվյալների բազա ենք ձևավորել, որը նախատեսում ենք շուտով ամփոփել։ Նույնը վերաբերում է նաև մաքսանենգության տվյալներին։ Տվյալները նրա համար են, որպեսզի մենք կարողանանք առանց անհանգստացնելու մարդկանց հեռավար նստած մեր գրասենյակներում վերլուծությունները անենք եւ անհանգստացնենք այն մարդկանց եւ այն հարկվճարողներին, այն ովքեր խնդիրներ ունեն կամ որոշակի անօրինականություն են նույնիսկ դրսևորում։ Մյուսը բարելավել ենք մեր հարկային ռիսկերի գնահատման համակարգը եւ շատ շուտով կունենանք նաեւ ծրագիրը մյուս տարվա համար։ Նշեմ, որ այստեղ արհեստական բանականության գործիք ենք կիրառում եւ այս տարի եւս երկու խոշոր գործիք ներդրեցինք արհեստական բանականության եւ համագործակցել ենք ամերիկյան համալսարանի հետ, համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ եւ շուտով դրանք էլ արդեն կիրառության մեջ կմտնեն եւ հնարավորություն կտան այդ մեծ տվյալները վերլուծել էլի գրասենյակային ռեժիմով։ Նույնը վերաբերում է մաքսայինին, արդեն ունենք հայեցակարգը ռիսկերի գնահատման այդ նոր համակարգի, որը նույնպես հենվելու է մեքենայական ուսուցման եւ արհեստական բանականության գործիքների վրա։ Դա էլ շատ շուտով կսկսենք աշխատանքները այդ ուղղությամբ եւ իհարկե մեկ ուրիշ թեմա, գիտեք դրոշմավորման նոր համակարգի մասին, մենք որոշում կայացրեցինք, որ անցնենք փուլային տարբերակի, ինչի փուլային, որտեղ կարիք կար հետագծելիության համակարգը կայացնելու եւ զարգացնելու, որը հնարավորություն կտա արտադրությունից ներմուծումից մինչև վերջնական սպառում, բոլոր ցիկլերում պատկերացում ունենալ, թե ապրանքները ինչպես են շարժվում եւ որտեղ պետք է վերահսկողություն իրականացնել, որպեսզի մենք այս թվերը կարողանանք բացահայտել։ Թվայնացման ուղղությամբ ես հայտարարագրման նոր պլատֆորմի մասին խոսեցի, այդ ամբողջ կարելի ասել դրա նկարագրությունը եւ տեխնիկական առաջադրանքը ունենք, հեսա սկսում ենք արդեն կոնկրետ այդ ուղղությամբ գնման եւ մրցութային ընթացակարգի աշխատանքներ, բայց մի կարևոր թվայնացման ռեֆորմ տարվա սկզբից որ ներդրվել է անձնական հաշվի քարտերի նոր համակարգն է եւ ես կարծում բոլորին կհետաքրքրի այս բարեփոխումը։ Սա մասնավորապես տնտեսվարողներին հնարավորություն է տալիս իրենց պարտավորությունները, հարկերը տարբեր որ վճարում են, իրենք կառավարեն ժամանակահատվածը, ավելին իրենց դեբետային գումարները կամ վերադարձները ստանալուց, եթե դրանք ռիսկային չեն, դրանք ավտոմատ կերպով այդ վերադարձները տեղի ունենում, իսկ ռիսկայինները ուսումնասիրվում են արդեն համապատասխան վերլուծական գործիքակազմի միջոցով։ Մաքսայինում գործարկել ենք ծանուցման նոր համակարգը հեռավար, այսինքն այլևս մարդիկ կարիք չկա, որպեսզի այցելեն մաքսային տեսուչին կամ համապատասխան սպասարկման սրահներ, որպեսզի իրենց սպասարկեն մեր գործընկերները եւ հեռավար ձևով ենք իրականացնում։ Մյուսը ինքնաշխատ բարձրողնման նոր համակարգ ենք ներդրել, որը թույլ է տալու ներմուծման ոչ ռիսկային կտորը մինչև մի 5% մեր ներմուծման, առանց որևէ խնդրի բաց թողել սահմանից համապատասխան ռիսկային պրոֆիլների վերլուծության միջոցով, բայց նաև այս պահին մշակել ենք եւ շատ շուտով մեր GIZ-ի գործընկերների հետ մեկնարկելու ենք մի կարևոր պլատֆորմի ստեղծում, որտեղ որ ներդրվելու են բոլոր օրենքները եւ կարգերը կապված մաքսային գործակների հետ մեր արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների մասով։ Հաջորդ կարևոր բանը, որ մենք մարդակենտրոնության տեսանկյունից կարևորում ենք եւ կարևորում ենք մարդկանց կյանքը հեշտացնելու տեսանկյունից, դա ենթակառուցվածքներն են։ Նշեմ, որ ավարտել ենք Բաղդաշենում, եթե անցնում եք կտեսնեք այնտեղ առաջին փուլը շինարարության ավարտել ենք եւ շատ շուտով մտնելու ենք երկրորդ փուլի մեջ, այն հին մասնաշենքի հիմնովին վերանորոգման տեսանկյունից։ Մեղրի մասով փաստորեն սպասում էին ենթակառուցվածքների մասին լսել։ Եվ մեղրի մասով մոտ 30% աշխատանքների արել են, գիտեք, որ սահմանին բավական մեծ անցակետի շինարարություն է տեղի ունենում, բայց նաև մեծ տեմպ ենք հաղորդել նաև Երևանի եւ Սյունիքի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնների կառուցմանը։
Մի կարևոր հանգամանք ևս մենք բախվել ենք մի խնդրի, որ կարիք կար մեր մեծ համակարգը, որը տարբեր կառույցներից է կազմված, իր բոլոր խնդիրները գույքագրել, ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ նշել, որ բոլոր մեր ակտիվների կամ հասարակության ակտիվների եւ իրենց խնդիրների գույքագրումը արել ենք եւ շատ շուտով անցնել ենք լուծումների փուլ։ Մյուսը մեր այդ տեսլականի եւ մեր ծառայության տեսանկյունից կարևորում ենք մենք ինքներս մեզ ինչպես ենք վերափոխում եւ ինչպես ենք վերաբերում այն մարդկային ռեսուրսների մեր հիմնական, այսպես ասած, շարժիչ ուժին, որը մեր համակարգում գործում է։ Լսել եք, որ ուսանողների շրջանում 5-րդ տեղն ենք զբաղացրել, հարցումներ տեղի ունեցան եւ որպես լավագույն գործատու 5-րդ տեղն ենք, սա ոգևորող է այն տեսանկյունից, որ բազմաթիվ ուսանողներ հիմա պատրաստման գործընթացում պատրաստ են ծառայել պետական եկամուտների կոմիտեում։ Բացի այդ, մենք ինքներս մեր աշխատակիցներին ենք վերափոխում այն տեսանկյունից, որ մոտ 400 կարելի ասել աշխատակից պատրաստման գործընթացով է անցել, որի ընթացքում մենք բարեվարկության ըստ էության պատրաստումներ ենք իրականացնում, մասնագիտական պատրաստումներ ենք իրականացնում, ավելին ասեմ, նաև ֆիլտրում ենք եւ որոշ մարդիկ դուրս են մնում համակարգից, եթե ունեն բարեվարկության խնդիրներ։ Իհարկե բազմաթիվ դասընթացներ կան, որի մասին այս բանի ժամանակը օգտագործելու տեսենք մի շատ չմանրամասնեմ։ Մի կարևոր հուշագիր ենք ընկել ամերիկյան համալսարանի պատմական առաջի անգամ եւ նաեւ KPMG-ի հետ ավարտում ենք արդեն մեր աշխատողների գնահատման նոր համակարգը, որը թույլ է տալիս համապարփակ գնահատել, ունենալ թե յուրաքանչյուր աշխատող ինչ արդյունավետությամբ է նպաստում մեր հանրային ծառայությանը եւ դա կապել մեր վարձատրության համակարգի հետ։ Հիմա գամ ինչպես ենք մենք ինքներս մեզ նայում, շատ են լինում հարցերը, օրինակ համակարգում կոռուպցիա կա թե չկա, սա շատ կարևոր է, մենք առաջին օրվանից անողոք, ես դրա մասին նշել եմ, որ շատ սկզբունքային է լինելու այդ հարցը, մենք այդ ուղղությամբ պայքար ենք մղում եւ առաջին բանը նշեցի, արդեն պատրաստման գործընթացում ֆիլտրվում են այն մարդիկ, ովքեր որ ունեն այդ խնդիրը եւ իրենք չեն անցնում այդ գործընթացը եւ դուրս են մնում համակարգից։ Հաջորդը 9 առերևույթ հանցակի մասին արդեն հաղորդումներ են կազմակերպվել, դրանց մասով քրեական վարույթներ կան։ Բացի այդ 16 ծառայական քննություն են իրականացրել, որոնց մեջ խիստ նկատողություն 6 աշխատակցի, նկատողություն 9 աշխատակցի, նախազգուշացում 1 աշխատակցի, նաեւ նույնիսկ ազատում ունենք աշխատակիցների։ Մյուսը ինչ հարցերի փուլում ավելի կոնկրետ խոսենք, մյուս ուղղությունը եւ արդեն գրեթե ամփոփում կանցնենք հարցերի մասին, ինչպես ենք հաղորդակցվում հասարակության հետ, դա շատ կարեւոր է։ Կարծում նկատել եք, որ մենք լեզվի էական բարելավումներ ենք սկսում անել, այսինքն ինչ լեզու ենք օգտագործում, երբ որ հաղորդակցվում ենք մեր տարբեր սոցիալական կայքերում, մեր վիդեոհոլովակներում, մեր ելույթներում եւ փորձում ենք մաքսիմալ այնպես բացատրել, որպեսզի հասարակությունը հասկանա, թե մենք ինչի համար ենք այդ գործողությունը անում եւ ինչ է փոխում դա իրենց կյանքում։ Եվ այս տեսանկյունից շատ մեծ դրական արձագանք ստացավ նաեւ հարցվճարողի օրվա հետ կապված մեր միջոցառումների շարքը, որտեղ նաեւ ես ինքս հանդես եկա ուղերձով կոչ անելով բարեխղճության եւ հոգատարության հարցվճարելու ժամանակ եւ այս ամենը ամփոփելով նաեւ կուզեմ կարճ խոսել միջազգային մեր հարաբերությունների էական զարգացումներից, շատ կարեւոր է որ մենք մեր հարցվճարողներին, մեր հասարակությանը եւ մեր հատկապես արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտներին հնարավորություն տանք մեր հարևանների հետ հարաբերություններում ավելի արդյունավետ շփվեն, իսկ ինչպես ենք դա անում։ Ես ինքս 2 այց եմ ունեցել, մեկը Վրաստան, մեկը Իրան, պայմանավորվածություններ ենք ձեռքբերել, համապատասխան փաստաթղթեր ենք ստորագրել եւ մի քանի ուղղությամբ տվյալների փոխանակում, օրինակ Վրաստանի հետ համատեղ անցման կետի նախագծի շուրջ ենք պայմանավորվել, բարձրացած ընթացակարգով մաքսային ընթացակարգերի նախագծերի շուրջ ենք պայմանավորվել եւ նաեւ խոսեցի տվյալների փոխանակման մասին, որը հնարավորություն կտա միջև սահմանահատելը մենք վերլուծություն իրականացնենք եւ թույլ տանք, որպեսզի բեռները ավելի արագ տեղաշարժվեն սահմանին։ Եվ այս ամենը ամփոփելով ես ուզեմ ուղղակի եւս մեկ անգամ ընդգծել անցած ասուլիսի ժամանակ իմ հնչեցած այն ամփոփիչ խոսքը, որ 25 թվականին ես համոզված եմ եւ
հիմա էլ լիահույս եմ եւ նաեւ որոշակի ողջավորություն կա այդ առումով, որը շարունակաբար մեծանում է, որ մենք կարողանալու ենք բեկում մտցնել մարդկանց ընկալումներում եւ ինչպես նշեցի, կարիք կա ամրապնդելու մարդկանց մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ եւ այս հարկ վճարելու մշակույթը դարձնելու այդ բարեկեցության մեջ, մեր երջանկության մեջ եւ մեր պետության զարգացման մեջ արժեքավոր ներդրման մշակույթի։ Շնորհակալ եմ եւ պատրաստ եմ բոլոր հարցերին պատասխանել, արձագանքել եւ մեկնաբանել բոլոր ձեր մտահոգությունները։ Շնորհակալություն։ Անցնենք հարցերին, ես կանչարկեմ յուրաքանչյուր կողմից յուրաքանչյուր կողմից մեկական հարց, խնդրում եմ հնչեցնենք, որից հետո եթե նորից դրա շտացեք կմնա, նորից կանրակարնա, սկսենք առաջի գրանցվածից, հայրակը արդեի չեն, իրական նեյից։ Պարոն Հակոբյանը շատ լավ է երկրորդ հարցը մեկնաբանելու շատ բան չկա, բայց առաջի հարցը վերաբերող ֆիզիկական անձանց արտակին հայտարարվելը։ Հիմա այս պայքարությամբ քանի քաղաքացի է ներկայացել հայտարարից, ձեր ներկայացրած ծրագրեր արդյոք վերաբերում են պետական կառույցների աշխատողներին, թե ոչ կարծիք տարանջատում, եւ այնուամենայնիվ կարող եք հստակացնել այո կամ ոչ։ Քրեական բարույթով կանցնել այն քաղաքացիները, ովքեր նոյեմբերի 1-ից հետո մինչև նոյեմբերի 1-ը չեն ներկայացրել իրենց ֆիզիկական հայտարարները եւ երկրորդ հարցը շատ կարճ է։ Մենք երբևէ ստուգումներ իրականացրել է 8 սուպերմարկետներում։ Որ 8 սուպերմարկետներում։ Շատ լավ։ Նախ հայտարարագրման մասով նշեմ, որ ես իմ խոսքում էլ նշեցի 54,000 քաղաքացիներ, եթե դրան ավելացնենք նաև մյուս հայտարարագրերը, մոտ 57,675 քաղաքացիներ դրացել են հայտարարագիրը եւ ինչպես նշեցի դրանց մեջ 23,000-ը սոցիալական կրեդիտներ են ստացել, մոտ 2 միլիարդից ավել եւ այստեղ տեսեք հարց եք տալիս պետական աշխատողներին, թե մասնավոր սեկտորի աշխատողներին, ես դա հիմա ձեռքից տակ չունեմ անկեղծ ասած եւ թե չափերը ինչքան են, դա աշխատանքային կարգով մենք ձեզ կփոխանցենք, եթե ձեզ հետաքրքիր է ավելի մանրամասն տվյալները, բայց էականը տեսեք նորից մենք մի անգամ էլ ենք առաքությունս միասին խոսելու, էականը դինամիկան է, ասենք երբ որ նայում ենք օրինակ թե յուրաքանչյուր շաբաթ քանի քաղաքացի է հայտարարագիր դրացնում, իրականում բավական տենց հետաքրքիր դինամիկա կա ու դրական դինամիկա կա, ու մարդիկ աշնանաբար սովորում են, հասկանում են դրա կարևորությունը եւ նաեւ շահագրգռված են, որպեսզի այդ թափանցիկությունը պետության հետ ունենան, միաժամանակ նաեւ այդ սոցիալական կրեդիտներից օգտվեն ու իրենց ընտանիքի կրթության ու մարդկային կապիտալի մեջ ներդրում անեն։ Ինչ վերաբերում է կազմակերպության ստուգմանը, քրեական վարույթների տեսանկյունից տեսեք, այս հարցը իհարկե քննարկել ենք, իհարկե պետական եկամուտների կոմիտեն չէ այն կառույցը, որը այս հարցին պիտի պատասխանի, բայց մեր մասնագետների հետ քննարկումների արդյունքում մեր մասնագետների դիտարկմամբ նման խնդիր չի առաջանում, բայց կարծում եմ վերջնական պատասխան ճիշտ կլինի ակնկալել համապատասխան մարմիններից, ովքեր որ այդ քրեական հարցերով են զբաղվում, բայց ես մեր մասով կարող եմ ասել, որ մեր մասնագետների հետ քննարկումների արդյունքում կարծում ենք, որ ոչ։ Կազմակերպության տեսանկյունից ես հիմա տվյալ չունեմ, ճիշտ ասած, այդ կազմակերպությանը ստուգել ենք թե չէ, եթե կոնկրետ հարց կա, կառաջարկեմ ուղեք մեզ, մենք աշխատանքային, չէ, ստեղ չէ։ Կապվում է իշխանության հետ, ասում են իշխանության ստեղի օլիգարխն է, մեր սուպերմարկետներից ընդլայնվում է եւ կան տեղեկություններ, որ հարկային մարմինները խուսափում են այդ ընկերությունում ստուգումներ իրականացնել, հիմա դուք աղբյուր ասուլից եք տալիս տվյալներ ունեք, բայց չունեք թե շուտ սուպերմարկետներից ստուգումներ իրականացնել թե ոչ։ Տեսեք, լավ, ես հարցը ավելի լավ հասկացա, երբ որ դուք բացեցիք փաղագծերը, մենք նախ որևէ կաշկանդվածություն չունենք որևէ մեկին ստուգելու։ Այստեղ կարևոր է թե ինչպես ենք մենք ստուգումը իրականացնում։ Այսինքն ստուգումը պարզապես տեղեկատվության, այսինքն ենթադրենք ինչ-որ մեկը ասեց, այստեղ պետք է ստուգում իրականացվի, այդպես տեղի չի ունենում։ Ինքը բավական մեծ պրոֆեսիոնալ աշխատանք է ու ռիսկերի համակարգի իման վրա։ Այսինքն երբ որ մենք ռիսկերը գնահատում ենք, բացահայտում ենք կոնկրետ կազմակերպություն, որը օրինակ իր հաշվետվությունները պատշաճ չի լրացնում,
կամ ինչ-որ բան է թաքցնում, այդ դեպքում, որ մենք իրականացնում ենք ստուգումներ, եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ այս 6 ամիսների ընթացքում, որ ես աշխատել եմ, չի եղել որևէ իրավիճակ, որ որևէ ստուգում, որը որ մեր ռիսկերի համակարգը ցույց է տալիս, որ մենք պետք է իրականացնենք, չիրականացնենք։ Հիմա կոնկրետ այդ կազմակերպության մասով արդեն աշխատանքային կարգով կարող ենք միասին աշխատել։ Հիմա չունեմ տվյալ ձեռքից տեղ։ Շատ լավ, շնորհակալություն հարցերի համար։ Նախ կոնյակագործների հետ կապված, այո, տեսեք, ասենք ինչ ենք պատրաստվում անել, ոչ թե պատրաստվում ենք, այլ անում ենք, եւ մենք անմիջական կապի մեջ ենք մեր Վրաստանի գործընկերների հետ ու պարբերաբար թե մեր աշխատողների մակարդակում, թե իմ մակարդակում խոսակցություններ լինում են նման իրավիճակներում եւ փորձում ենք հասկանալ, թե ինչու՞մն է խնդիրը, որ նման փորձակնություններ են իրականացվում։ Այս պահի հիմնական մեկնաբանությունը նա է, որ դա ստանդարտ մաքսային ընթացակարգերով իրականացվող փորձակնություն է, երբ որ ոնց որ ես էի նոր ասում, որ մենք ենք իրականացնում, երբ որ ռիսկ է տենում մաքսային համակարգը կամ մաքսային աշխատողը, որ պետք է ինչ-որ ապրանքի վերաբերյալ ուսումնասիրություն անի, ինչ-որ նմուշ վերցնում է ուղարկում է փորձակնության։ Հիմա այս պահին այդ մեկնաբանությունը ունենք, բայց իհարկե այդ մեկնաբանությունը դեռ բավարար չէ, որ խնդիրները խորը հասկանանք, դրա համար հիմա կառավարությունում ավելի մանրամասն քննարկում ենք մեր գործողությունները, ընդհանուր միջև ամենաբարձր մակարդակով քննարկումներ, թե ինչու է այս ամենը տեղի ունենում, որ փորձենք լուծումներ տանք։ Ընդհանրապես շեշտեմ, որ սա մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է եւ ցանկացած բացասական ազդակի դեպքում մենք ինքներս ուղիղ կապվում ենք եւ մեր մասով փորձում ենք ճշտել, թե ինչումն է խնդիրը, բայց խնդիրը նշեցի դա էր։ Հիմա խորքային խնդիրներ եթե կան, դա արդեն հետագա աշխատանքի արդյունքում կբարձվի։ Ինչ վերաբերում է վստահությանը նոյեմբերի 1-ից, տեսեք, այդ վստահությունը կարծում եմ մեզնից այդքան կախված չէ, ինչու որովհետեւ ներքին գործերի նախարարությունը ավելի հստակ կասի, թե մինչեւ նոյեմբերի 1 բոլոր ID քարտերը պատրաստ կլինեն թե չէ։ Համենայն դեպս վերջի տվյալներով, վերջի քննարկումների տվյալներով պատկերը բավական բարվոք է, որովհետև նոր սարքեր են ներմուծվել ներքին գործերի նախարարության կողմից ու օրական թողարկումների տեմպերը էապես ավելացել են, բայց անկախ նրանից մենք այդ ռիսկերը կառավարել ենք։ Եթե նկատել եք արդեն ժամկետների փոփոխությունը եւ այն նշումը, որ եթե օրինակ մարդիկ չունենան ID քարտեր հնարավորություն կունենան ստանալուց հետո դա լրացնել, այդ հնարավորությունը արդեն իրենց օրենքով տրված է եւ հետեւաբար անհանգստանալու ոչ մի խնդիր չկա։ Շնորհակալություն հարցն եք այստեղ եկած։ Արգեն Հայաստանի Հանրապետության Հանրապետության բարեկամություններ եք նախատեսում առաջիկա տարիներին, արդյոք փոքր եւ ուղղակի եւ անուղղակի քարտերը փոքր եւ միջին բիզնեսին համար։ Ես ուզեի ճիշտ ասած արձագանքեի ձեր բեռ նշված բառին։ Ես առաջարկում եմ այդ բառը ընդհանրապես մեր խոսակցությունից հանենք։ Դա բեռ չի։ Դա բնական, այսպես ասած, ճակերտավոր պարտավորություն է մարդու համար։ Եթե լսեցիք իմ խոսքերում ինչ եմ ես ասում։ Ես ասում եմ, որ դա բեռ չի, դա ներդրում է։ Այսինքն երբ որ մենք որոշում ենք մեր պետության զարգացման համար, որը մերն է, մեզնից դուրս չէ, այդ ներդրումը իրականացնել։ Հետևաբար բեռ խոսելը առաջարկեմ ընդհանրապես չխոսենք։ Հարկը բեռ չի։ Հարկը մեր եկամտի մի մասն է, որը որ մենք հատկացնում ենք մեր բոլորին երջանիկ դարձնելու, եթե ավելի պարզ խոսեմ անկեղծ ասած։ Հիմա գան բանին, հարկային քաղաքականության հետ ճիշտ ասած կարծում եմ
դուք պետք է իմանայիք, որ հարկային քաղաքականությունը իրականացնում է ֆինանսների նախարարությունը, մենք զբաղված ենք վարչարարությամբ, հիմա այս պահին քննարկվում է հարկային համակարգի նոր հայեցակարգը եւ այդ քննարկումներին մենք ինքներս էլ ակտիվ մասնակցում ենք։ Հիմա եթե ավելի կոնկրետանաք, թե ինչն է ձեզ հետաքրքիր, այդ ուղղությամբ միգուցե մեր դաշտում, հարկային վարչարարության դաշտում ձեզ ավելի կոնկրետ ասեմ, թե ինչ փոփոխություններ ենք մենք նախատեսում։ Դուք ասում եք փոքր եւ միջին ձեռնարկատիրության ուղղակի եւ անուղղակի հարկերի բեռը այս պահի դրությամբ էլ տեսեք խոսենք նրա հարկային պարտավորության մասին կամ հարկերի մասին, այս տարի էլ չի փոխվել դա։ Այդ ուղղակի ավելի շատ մեծ են հատնում, ավելի շատ աղմուկներ են։ Ինչու, որովհետև միգուցե դրույքաչափերը բարձրացել են, բայց մարդկանց հնարավորություն է տրված փաստավորելու միջոցով, ծախսագրումներ անելու միջոցով, բավական լայն դաշտ են, որում ծախսերի հնարավորություն տրված նվազեցումներ անել, այդ նվազեցումների արդյունքում նախկինի չափ հարկ վճարել, միգուցե նաև նախկինից քիչ հարկ վճարել, այսինքն այդ տեսանկյունից բարձրացում որպես այդպեսին չկա էլ։ Հիմա առիթը օգտագործելով ես մեր ՀՄԶ հարկ վճարողներին կոչ կանեի այդ նույն հոգատարության, որտեղ օրինակ մենք հիմա նկատում ենք, որ օրենսդրության պահանջ կա, որ պետք է իրենք իրենց մնացորդները գույքագրեն 2025 թվականի սկզբի դրությամբ եւ ավելին նաև հնարավորություն ենք տվել աջակցության ծրագրից օգտվելու, բայց պարզվում է մարդիկ թաքցնելու շատ բան ունեն, այսինքն իրենց մեջ շատ քիչ են կամավորները, ովքեր ուզում են այդ գույքագրումը իրականացնեն, որտեղ ժամանակին տարբեր ճանապարհներով են ենթադրաբար ձեռք բերել այն ապրանքները, որոնք որ պետք է իրացնեն։ Հիմա այստեղ երկկողմանի աշխատանքի կարիք կա։ Մենք ամեն ինչ անում ենք, որ օգնենք, ձևաչափերը մշակել ենք, գրել ենք մանրամասն, բոլորի էջերին ծանոթությունները ուղարկել ենք, անհատական աշխատանքներ ենք փորձում տանել, բողոքներին պատասխանել, բայց երբ որ նայում ենք, օրինակ ասենք մեր ՀՄԶ ոլորտի հարկ վճարողներին, իրենք պատրաստական չեն փոխվել, ստվերից դուրս գալ կամ չթաքցնել պետությունից։ Դրա համար հորդորս են կլինի, որ մենք երկուսս էլ իր հետ աշխատենք եւ մոտեցնենք մեր հարաբերությունները, որը հաստատ ի օգուտ բոլորիս է։ Տեսեք, քանի որ մաքսային եկամուտները հավաքագրվում են սահմանին, այսպես ասած, ներմուծումից, եթե շատ պարզ խոսենք, ապա խոսքը ներմուծման աճերի մասին է։ Քանի որ ունենք ներմուծման աճեր, դա է հիմնական պատճառը, որտեղ բարելավումներ ունենք։ Տարբեր ապրանքներ ենք մենք ներգրում, եթե հիշեք, ես անցած ասուլիսի ժամանակ երբ խոսեցի, ես խոսում էի, տեսեք, երկու երևույթի մասին, որը մաքսային եկամուտները նվազեցնում էին։ Մեկը ծխախոտի ներմուծումների նվազում կար, մյուսը ավտոմեքենաների ներմուծումների նվազում կար։ Հիմա այդ ցիկլը անցանք, այսինքն քանի որ նախորդ տարիներին մեծ ներմուծումներ կային մեքենաների, դրա վրա օրինակ նվազումներ ունեցանք, հիմա ունենք արդեն այդ բազայի վրա աճեր։ Հիմա թե աճերը ինչ ուղղությամբ են գալիս, մեկը հենց այդ նույն ծխախոտի ներմուծումն է, մյուսը վառելիքի ներմուծումն է, խոշորների հիմնականում այս երկու ուղղությամբ են, բայց իհարկե նաև սննդի ներմուծման մասին է խոսքը, որը մեր ներմուծման մեջ սովորաբար մեծ կշիռ է կազմում, այս հիմնական ուղղությունները սրանք են։ Բայց եթե տենց շատ պատճառը նա է, որ մենք անցած տարվա այդ նվազումից հետո արդեն այդ նվազեցնող գործոնները այդպես տնտեսության աճը եւ մեր սպառման աճը մեր երկրում բերում է նրան, որ մեր ներմուծումները աճում են եւ հետեւաբար նաեւ սահմանին հավաքված գումարներն են աճում։
Կներեք։ Պարոն Հակոբյան, ճիշտ է, որ պետական սեկտորի աշխատողներին պարտադրվել է մինչև ամսվա վերջ անպայման հայտարարի ներկայացնել, մեկնաբանել, եւ մի բան ձեր գործունեության հետ կապված, որը ես հաճախ առիթ ունեմ անդրադառնալու, ձեր համակարգում թե աշխատող ներկա թե նախկին, ունեն ձեր իրավունքով գործարարներ շրջանից մտերիմներ ծանոթ են, որոնց շատ տարբեր հարցեր ունեն ձեր գործունեության հետ կապված։ Մի մասը շատ գոհում է ձեզ, ասում է եկել է նախին համակարգ, որ արդեն քանդվում էր, արդեն սարքում է համակարգը, նոր փոխհարաբերություններ անում, կառուցում է, շատ լավ է, գոհ է։ Իմաստը դերի հակառակը, երբ նախ ուրիշ թեմից են դրա համար, ասում են եկել է քանդում է։ Իր վերած կադրով է քանդում, իր վերած կադրով որոշները պրոֆեսիոնալ չեն, հատկապես են նավի պես իմաստում են ասում յութեն, բայց անտախը չգիտեմ, իժնացը դուք կարող եք մեկնաբանել։ Բայց մի հարցում բոլորը համակարգի դենք է, նույնիսկ գործող աշխատողներ, եւ թե ձեր շահառուները վատի մասով, պետք է ինչպես եւ նախին նախագահի ժամանակ, պարոն Բադրասյանի, բյուջեի հավաքագրումները փորձում են լցնել շանտաժի եւ ապահովել շանտաժի եւ տերորի միջոցով։ Ինչու՞ է բարերով կարգոցը, որովհետեւ վերջին կոֆի շոպի դեպքն է, տեսան դրանից առաջ այլ դեպքեր, որ դուք գնում եք մեկ տեսուչի արձանագրության հիման վրա, տասնյակ կամ հարյուրավոր միլիոն դրամների վարչական ակտ եք կազմում, որը արդեն քրեական հոդվածի հիմք է տալիս եւ ուղարկում եք քրեական վարույթի քննչական կոմիտեը տանում եք պլանավորման, որովհետեւ գործարարները չպլանավորվեն, բնականաբար ստեղից ընդդեղից մեկը վարկավերցում, մեկը մեքենաներ ադրախում, մեկը չգիտեմ ինչ անում, այդ գումարները հայթայթում են, տալիս լուծում են, մի մասը վերականգնում են, հետո դե բնականաբար դուք եք խոսեցիք այն մասին, որ բողոքարկման դեպքում շատ դեպքերում նաև հաղթում են պետք։ Բայց կարևորը որ միայն թե չգնան, չնստեն, չպլանավորվեն։ Հիմա դուք ես գործելա ոչը նորմալ եք անում, որովհետև բոլորը ձեր նույն շրջապատի մասին դժգոհում են դրանից, որ պետք է տերորի միջոցով գործում բյուջեն գումար ապահովել։ Այն հարյուրավոր միլիոն դրամներ։ Շատ լավ։ Անկեղծ ասած չի աշխատում գնահատումը։ Դե ինչու եմ ամեն անգամ անում։ Կներեք։ Իդեպ շնորհակալություն հայտնեցին, նույնիսկ ասացին, որ մեր խաթր են իրացել, պլանային հաջատում է դրամարկա։ Ում խաթր։ Մեր խաթր։ Շնորհակալ ենք էցին։ Տեսեք, հիմա նախ առաջին հարցի մասին, ասում եք, կա արդյոք հստակ հանձնարարական, որտի միջև ամսավերջը պետական համակարգում լրացվի, չկա նման բան, այսինքն նման հանձնարարական, որ պետք է լրացվի, չունենք անկեղծ ասած։ Հիմա գամ բան, տեսեք, հետաքրքիր բան եք ասում, բայց հետո ասում եք եւ կարծիքներ կան դրական եւ կարծիքներ կան հակառակ, միգուցե տարբեր թևերում են այդ մարդիկ դրա համար այդպես, բայց հետո ասում եք բոլորը կոնսենսուս ունեն։ Տեսեք, եթե խոսում ենք, որ կա կարծիք, որ մենք կառուցում ենք, եւ ուզում եմ ես ձեզ եւս մեկ անգամ վստահեցնել, եւ ես իմ ամբողջ ելույթը նվիրված եմ դրան։ Մենք ինչը որ քանդվում է վերակենդանացնում ենք եւ հիմնովին վերափոխում ենք եւ այո կառուցում ենք ավելի լավ ծառայություն, որը մարդակենտրոն է։ Եվ նշեցի նրա մասին, հիմա մեթոդների մասին խոսեմ։ Ես նշեցի, որ գրեթե 40%-ով ավելի քիչ ստուգում ենք իրականացնել։ Դա ինչի մասին է խոսում։ Դա խոսում է նրա մասին, որ մենք մարդկանց ավելի քիչ անհանգստացնելով ենք ստուգումներ իրականացնում եւ հիմնականում հենվում ենք վերլուծությունների վրա։ Իսկ վերլուծությունները հնարավորություն են տալիս պարզապես ծանոթությունների միջոցով մարդկանց տեղեկացնել իրենց խնդիրների մասին եւ հարկային պարտավորությունները, որպես իրենք պատշաճ վճարեն կամ իրենց հարկային հաշվետվությունները ճշգրտեն։ Հիմա գամ կոնկրետ այդ շանտաժ եւ տերոր արտահայտություններին, որովհետեւ եթե հիմա ես օրինակ ես հասկացությունի մեջ փորձեմ ձեր հետ խորանալ, կարծում եմ խորությամբ չկա դրա անցալումը, թե ինչ է դա իրենց ներկայացնում։ Մենք դրանով չենք զբաղված եւ անկեղծ ասած դրա ժամանակն էլ չունենք ու չենք էլ ուզում ունենանք ու երբեք չենք էլ մտածում դրա մասին, որտեւ եթե մենք խոսում ենք հարկ վճարողին վերաբերմունքի փոփոխության մասին եւ ես ասում եմ, որ ես հարկ վճարողներին վերաբերվում եմ որպես ընտանիքի անդամ,
հետեւաբար նման բառերը չեն կարող երբեք տեղի ունենալ։ Եվ ես կառաջարկեմ դուք էլ այդ բառերը չօգտագործեք, չնայած ոնց որ նման բնավորություն ունեք, որ նման բառը շատ եք օգտագործում։ Հիմա գամ տեսեք։ Դե հիմա լսեք ես մեկնաբանում եմ, էլի։ Տեսեք։ Հիմա գանք կոնկրետ նման դեպքերին։ Այդ դեպքերի մասին էլ նշեցի։ Ես ինչ ասեցի։ Ասեցի ստվերի դեմ պայքարը, այո, այն ժամանակ էլ ընթացիկ կոշտություն պետք է ունենա։ Այսինքն եթե գործ ունենք անօրինական գործողությունների հետ, պետք է կոշտություն լինի։ Իսկ ինչի պիտի կոշտություն լինի ընդհանրապես, որովհետև բազմաթիվ օրինական հարկ վճարողներ կան, որոնք դրա ակնկալիքը ունեն, որովհետև դրանց իրենց կողքին գործում են անօրինականներ եւ ստվերում գործող սուբյեկտներ, իրենք կորցնում են իրենց մրցունակությունը եւ կարիք կա կոշտ գործելու, որ իրենք հասկանան թե ինչ է նշանակում լինել հզոր պետական եկամուտների ծառայություն։ Հիմա տվյալ դեպքի հետ կապված տեսեք, մոտ 100 ստուգում ենք իրականացրել, եթե անցած տարի 220 թե 230 օպերատիվ ստուգումներ ենք իրականացնել, դա արդեն նշանակում է, որ երկու անգամից ավելի քիչ ենք անհանգստացնում մեր հարկ վճարողներին։ Իսկ ինչ վերաբերում է տվյալ դեպքին, տվյալ դեպքը իրականում շատ օբյեկտիվ է եղել, անկեղծ։ Այսինքն այդ որ ասում եք մի տեսուչ, դա մի տեսուչի հարց չի, դա մենք վերլուծություն ենք իրականացրել, հասկացել ենք, որ կան ռիսկեր, գնացել ստուգումներ իրականացրել ենք եւ ավելին ասեմ, հարկ վճարողը ինքը իր մասով ընդունել է խնդիրը եւ բավական մեծ մաս այդ գումարների վճարել է։ Դրա մասին եք խոսում, ես էլ դրա մասին եմ արտահայտում։ Հա, ես այդ մի օրինակի մասին խոսեցի։ Հիմա երկու անգամ ավելի քիչ ենք անհանգստացնում մարդկանց եւ անում ենք ոչ թե ձեր ասացի պես շանտաժի ճանապարհով, այլ վերլուծությունների ճանապարհով։ Ավելին ասեմ, ես ինքս նույնիսկ գրեթե բոլոր խոշոր դեպքերով անձամբ նստում եմ մեր մասնագետների հետ եւ քննարկում ենք դեպքերը հատ առ հատ։ Երկրորդ, հստակ ես հանձնարարական եմ իջեցրել, որ պարտադիր մարդկանց հրավիրեն բանակցության, լսեն իրենց տեսակետները, արգումենտները եւ եթե կան ասենք օրինակ արգումենտներ, որոնք ընդունվում են, եւ հետո այդ բոլոր գործողությունների արդյունքում եթե հարկ վճարողը չի ընդունում իր մեղավորությունը, մենք օրենսդրությամբ պարտավոր ենք այդ աշխատանքը կամ այդ բացահայտումը ուղարկել քննչական կոմիտե։ Եվ քննչական կոմիտեն արդեն իր գործողությունները դրանից հետո իրականացնում է։ Ինչ վերաբերում է կոնսենսուսին, ես այդ նույն կոնսենսուսի սխալ ընկալումներին բախվել եմ անկեղծ ասած այս ընթացքում եւ օրինակ հանդիպեցին գործարարների բավական մեծ շրջանակ եւ արտագնա եւ այս վերջերս օրինակ ազգային ժողովում ու այդ նույն բաներն էին ձեր ասում տերոր եւ այլ այնց ինչ որ բաներ էին ասում չէ ես հիմա անկեղծ եմ սենց նստած էին բոլորը նույն բաներն էին ասում հետո ես սկսեցի խոսալ ու ներկայացրեցի ես ինչ որ ձեզ այսօր ներկայացնում եմ վերջում նույնիսկ շնորհակալություն հայտնեցի մեզ հետո պարզվեց պատճառը ոչ թե մեր աշխատանքի արդյունքն է այլ տարիներ շարունակ կուտակված դեպքեր կան որոնք օրինակ ասենք քննչական կոմիտեի մեն գործողություններ են իրականացվում մարդիկ իրենց վրա կոշտություններ են զգացել որոշակի քննչական գործողությունների արդյունքում այսինքն այդտեղ ծրվեց այն բանը կեղծ տեղեկատվությունը կամ կեղծ ընկալումը կամ սխալ ընկալումը որ մենք նման գործողություններ ենք իրականացնում ես եւս մեկ անգամ վստահեցնում եմ որ չկա նման շանտաժ եւ տերոր չի լինելու եւ ես ինքս թույլ չեմ տալու
նշանակված ճիշտ են գործում, օրենքի սահմաններում եւ ուղղակի չափը արդարացի։ Ինչով է պայմանավորված կամ վայկանվում են կամ առնվազն անդամներով պակասություններ իրենք։ Դուք ունեք տվել, որ ռեյկը դատարանում ինչքան է պահվում, սա մեր և մի փոքր պարզաբաններ այդների հետ կապված, 26 թվականից որ այդներ պետք է ստանան քաղաքացիները, ստացվում է, որ հիմա պարտադրվում է այդի ստանալ մինչև նրանքը, իսկ հաջորդ տարի պետք է փոխեն այդները, թե ինչպես է դառնում։ Միանգամից ասեմ, որ դա մեր տիրույթի հարց չէ, այսինքն ID-ների փոփոխություն իհարկե նոր համակարգի մասին քննարկվում է, բայց այս տարվա համար ամեն դեպս գործելու են այն համակարգը, ինչը որ կա, իսկ հետագայում թե ինչ համակարգ կլինի, դա ապագայի հարց է, իսկ այդ ապագայում ID, թե ինչպիսի ID պետք է ունենան կամ նույնականացման ինչպիսի համակարգ պետք է լինի, այդ անցումը այնպես է ապահովելու, որ որևէ խնդիր չունենան մեր քաղաքացիները, բայց ելի եմ ասում, դա պետական եկամուտների կոմիտեի գործառույթ չի։ Ես ուղղակի նշեցի նա ինչ ես գիտեմ մեր քննարկումներից մեր գործընկերների հետ։ Հիմա տեսեք, կոշտ գործողությունների օրինակներ բերեցիք, համակարգիչների արգրավում, որը մեր գործողությունների տիրույթում է, բայց եթե հիշողությունս հիմա չի դավաճանում, ես նշեցի մոտ 100 դեպքի մասին օպերատիվ գործողության, դրա մեջ մոտավորապես 2-3 դեպք է եղել, որ նման իրավիճակ է եղել։ Ես ինքս հստակ հանձնարարել եմ, որ եթե մենք այդ օրենսդրությամբ մեզ վերապահված իրավասությունը իրացնում ենք, դա պետք է անենք այնպես, որ մարդիկ իրենց բնականon գործունեությունը շարունակեն։ Այսինքն շատ փոքր կշիռ է կազմում այդ դեպքերի, ինչը որ դուք նշում եք։ Հիմա որքանով է ճիշտ այդ գործողությունը, ես ինքս բախվել եմ 2-3 դեպքերի առանց անուններ հնչեցնելու, լինում են բազմաթիվ դեպքեր, երբ որ մենք նույնիսկ մանրամասն պատմում են այդ դեպքերը, երբ որ մենք մտնում ենք հարկվճարողի մոտ, փորձում ենք բացատրել իր խնդիրը, թե ինչի համար ենք եկել այդ ստուգումը իրականացնել, եւ օրենքով մեր տված լիազորությունների շրջանակում իրենց բացատրում ենք, ասում ենք ձեր տվյալները մեզ անհրաժեշտ են հաշվապահական ծրագրերից, համակարգիչներից, որպեսզի մենք կարողանանք այս ձեր խնդիրը ճիշտ հաշվարկել եւ ձեզ ներկայացնել այն պարտավորությունը, որը դուք վճարեք։ Հիմա լինում են բազմաթիվ իրավիճակներ, որ մեզ նույնիսկ թույլ չեն տալիս ներս մտնել, սկսում են վիճել, երբեմն նաեւ ինչ-որ վատ բառեր օգտագործել, այսպիսի երևույթներ են լինում։ Այսինքն, երբ որ բանը հասնում է հարկվճարողի կողմից ինչ-որ նմանատիպ վատ վարքագծերի, մեր գործընկերները հնարավոր է որոշակի կորցություն ցուցաբերեն, որը էլի մեր օրենքով տրված լիազորությունների շրջանակում է, բայց այնուամենայնիվ այդ դեպքերը փոքր կշիռ են կազմում մեր ուսումնասիրությունների մեջ։ Հիմա մյուս հարցն էլ ասում եք, եթե տեսուչները ճիշտ են գործում, ես չնշեցի, որ տեսուչները ճիշտ են գործում, ես ավելին ասեմ, ես ասացի, որ մենք ինքներս էլ ենք վերափոխվում։ Քավլից ես երբեք չեմ ասել, որ մեր բոլոր տեսուչները ճիշտ են, ընդհակառակը կան դեպքեր, որ պրոֆեսիոնալիզմի պակաս կա, կան դեպքեր, որ նույնիսկ մարդկային վերաբերմունքի պակաս կա, կան դեպքեր, որ մարդը դիմնավոր ինչ-որ գործողություններ է իրականացնում, այդ բոլոր դեպքերը իրենց պատասխանը ստանում են, բայց հիմա գամ, ես ինչ ասացի, ես ասացի, որ երբ որ տեսուչ ինչ-որ մի բան արձանագրում է եւ խնդիրը նշում է, երբ որ բերում է այստեղ, մենք երկու գործողություն ենք իրականացնում։ Նախ ներսում ֆիլտրում ենք դա, քննարկում ենք, հասկանում ենք ինչքանով է ճիշտ այդ բացահայտումը։ Հաջորդը հրավիրում ենք հարկվճարողին բանակցության, ըստ անհրաժեշտության լսելու այն կոնտրարգումենտները, որոնք կան, նոր հետո գնում են գործողություններ։ Ավելին, երբ որ հարցը գալիս է արդեն վեճի, մենք ի տարբերություն մյուս կառույցների, ես չգիտեմ այլ կառույցում կա այդպիսի բան, ունենք բողոքարկման հանձնաժողով, որը եւս մեկ ֆիլտր ճշգրտում է դա, եւ բացի դրանից ունենք նաեւ իրավաբանների թիմ, որը երբ որ դատարան է դիմում, ինքն էլ է վերլուծում, որքանով է իրավաչափ այդ դեպքերը, եւ ես իմ հնչեցած տվերը խոսում եմ նրա մասին, որ
մեծացել է էապես մեծացել է կշիռը ի օգուտ պետի որոշումների, եթե պատմականորեն ավելի շատ մյուս դեպքներ, այսինքն իդեմ, հիմա կարելի ասել հակառակն է տեղի ունենում, այսինքն դա ժամանակ է պահանջում, ժամանակի ընթացքում ճշգրտվում, բայց հիմա որպեսզի պատմությանը չմեղադրենք, պատմության մեջ օբյեկտիվություն կա, օբյեկտիվությունը բխում է բանից, ՀԴՄ-ից, ՀԴՄ տուգանքներից, հիմնականում ամենամեծ կշիռը դրանք են կազմում, ու այդտեղ ա եղել հիմնական խնդիրը, եւ օրինակ, երբ որ ես մեր իրավաբանների հետ խոսում եմ, շատ դեպքերում մեր իրավաբանները ինչ են ասում մեր իրավաբանները, ասում են, օրինակ դատավորը այսպիսի որոշում կայացրեց, որովհետեւ օրինակ նման իրավիճակը պաշար ծանուցում չէր համարել։ Ինչ է դա նշանակում։ Օրինակ մենք հարկ վճարողի համապատասխան պատուանին ծանուցում ուղարկում ենք, ասում ենք դու այսպիսի խնդիր ունես, եղել են դեպքեր, որ դատավորները ասում են, որ դու ուղարկում ես չես հրավիրում քննարկես կամ հատուկ իրան հետ կապի դուրս չես գալի, դա ծանուցում չի համարվում։ Այսպիսի իրավիճակներ էլ կան։ Բայց համենայն դեպս մենք հանձնարարություն ենք վերցրել համապարփակ ախտորոշելու ամեն ինչ ու այնպես վերափոխելու, որ մարդիկ անիմաստ չգնան տարիներով դատարաններում ժամանակ ծախսեն, եթե իրականում խնդիր չունեն։ Նորմալ է, որ մենք ժամանակի ընթացքում պետք է դա ամբողջը բարելավենք։ Շնորհակալություն։ Ասեցի, այն ժամանակ ես վարչական ակտերի մասին թիվ ասեցի, այս պայդրությամբ 50-50 է, այսինքն 50%, եթե ՀԴՄ ակտերը միայն նայեն, 60%-ը յօգուտ պետական եկամուտների կոմիտեի։ Շատ լավ։ Միանգամից ես վերջի հարցին անդրադառնամ, որը կարծում շատ կարևոր է։ Ես միանգամից ասեմ, որ մենք նման խնդիր որպես այդպեսին չունենք եւ ես հիմա կմեկնաբանեմ, թե ինչու է այդ նվազումը տեղի ունեցել։ Ես չեմ ասում նվազում տեղի չունեցա, այո, վերադարձի գումարները նվազել են, բայց ինչով է դա պայմանավորված։ Տեսեք, նախ երբ որ ես սկսեցի պետական եկամուտների կոմիտեի նախագահ որպես պաշտոնավարել, մեր եթե համեմատենք օրինակ այդ ժամանակահատվածում եւ հիմա այդ վերադարձների պաշարը, այսինքն մեր պարտավորությունը հարկ վճարողների հանդեպ ինչքան էր եւ հիմա ինչքան է, այդ ցուցանիշը նվազել է։ Այսինքն իրականում մեր պարտավորությունները ձեր ասած հետ վերադարձների մասով պաշարը պատկերացրեցիք, չէ՞, այսինքն ժամանակի ընթացքում պարզ է, երբ որ մենք մինչև հաշվությունները ստանում ենք, մինչև ուսումնասիրում ենք, մինչև վերադարձներ իրականացնում ենք, ինչ-որ մի պաշար միշտ մնում է, որ պետք է վերադարձնենք, եւ այդ պաշարի համեմատ նվազում ունենք։ Եվ դա խոսում է նրա մասին, որ մենք արհեստականորեն չենք ձգձգում որևէ վերադարձ։ Ավելին, եթե նայում ենք օրինակ անցած տարվա ցուցանիշները, այնտեղ երկու կազմակերպություն կան ընդամենը։ Իսկն երկու կազմակերպության թվերը, որ հանում ենք, անցած տարվա վերադարձների միջից, ստացվում է, որ մեր վերադարձները նույնիսկ աճել են։ Այսինքն իրականում այդտեղ մեկ անգամյա գործոն կա, եւ երրորդը տնտեսական բացատրություն ունի։ Բնական է, որ երբ որ ունենք մենք վերարտանումների ծավալների մեծացումներ, այդտեղ ԱԱ-ի վերադարձների որոշակի աճ կար։ Ինչի է դա այդպես տեղի ունենում, որտեղ երբ որ ապրանքը ներմուծվում է ինչ-որ մի ժամանակ հետո կամ ինչ-որ ցիկլեր անցնելով ինչ-որ մի պահի արտանվում է, արտանման ժամանակ այդ որ պիկերը լինում են, վերադարձներ են տեղի ունենում։ Հիմա քանի որ վերարտանման ծավալները նվազել են, դա բերում է բնականon մի իրավիճակի, որ մեր վերադարձները կարող են այդ տեսանկյունից որոշակի նվազման տեղ ունենալ, բայց այնուամենայնիվ ես բերեցի ցուցանիշներ, որոնք հուշում են, որ այդպես չի։ Այսինքն եթե օրինակ իմ պաշտոնավարման սկզբում 149 միլիարդ պարտավորություն ունեինք տնտեսվարողներին, հիմա դա այդ թիվը
149.3, հիմա 148.7 է, ասենք օրինակ այդ թիվը, ինչը խոսում է նրա մասին, որ մենք էլի բնականոն ռեժիմը վերադարձնում ենք բոլոր պարտավորությունները, ավելին մի բան էլ ասեմ, ես նշեցի անձնական հաշվի քարտի ներդրման մասին, որտեղ երբ որ ռիսկային չէ, վերադարձը ավտոմատ է նույնիսկ տեղի ունենում հիմա։ Եթե նախկինում չկար այդ հավանքարկը, հիմա դա էլ կա։ Մի բան էլ կա, նաև վերլուծությունների համակարգն ենք բարելավել, որը տալիս ավելի արագ այդ վերադարձները ուսումնասիրել։ Ես ճիշտ ասած ոչ թե ընդհանուր թիվ հնչեցի, ես խոսեցի նրա մասին, թե ինչպես ենք մենք կոռուպցիայի դեմ պայքարում, նրա մասին էի խոսում, ու ասեցի, որ ծառայական քննություններ ենք իրականացրել 16, այդ ծառայական քննությունների արդյունքում մեկ հոգու հեռացման մասին է, եթե այս ծառայական քննությունների մասին խոսենք։ Եթե ընդհանրապես խոսենք, հեռացումների տեսանկյունից հիմա թիվ կդժվարանամ ձեռքից տակ ամփոփ պատկերը չկա, բայց տասնյակների է հասնում արդեն, ու նաև ես նշել եմ, որ մենք հանձնարարություն ենք վերցրել ամբողջ հարկային ծառայողների համակարգը անցնացնել պատրաստման դասընթացով, ու առաջիկայում այդ պատրաստման դասընթացի ընթացքում ովքեր որ արդեն չեն անցնի համապատասխան փուլերը, իրանք նույնպես ըստ էության տարբեր պատճառներով կլինեն մասնագիտական թույլ գիտելիքներ, կլինեն բարեվարկության խնդիրներ եւ այլ ռիսկեր, դրանց պատճառով արդեն աշճանապար դուրս են գալու եւ դրանց տեղը համալրելու են ավելի բարեվարկ կադրեր եւ նաեւ երիտասարդներ, որոնց մասին ես խոսեցի։ Շնորհակալություն։ Հայացք։ Շնորհակալություն, այս հարցին մենք բազմիցս անդրադարձել ենք իրականում։ Այո, մյուս տարի բոլոր քաղաքացիները պետք է լրացնեն հայտարարագիր եւ այդ թվում նաեւ կենսաթոշակառուները։ Ինչպես ենք պատկերացնում, պատկերացումը հետեւյալն է. մենք հիմա աշխատում ենք ավտոմատացումների վրա, այսինքն բնակչության որոշ խմբերի համար հայտարարագիր լրացում պետք է լինի ավտոմատ եւ կենսաթոշակառուները, մեր սիրելի կենսաթոշակառուները իրենք հենց այդ կապում են։ Այսինքն իրենք ունենան հնարավորություն, ոչ թե հնարավորություն, այլ իրենց համար ավտոմատ լրացվի եւ եթե օրինակ կարիք ունենան իրենք նայելու կամ իրենց հարազատները նայելու ինչ-որ բաներ փոխելու կամ լրացնելու, լրամշակելու, այդ դեպքում իրենք հնարավորություն կունենան միջամտել։ Ավտոմատ կերպով է նախատեսվում ունենալ այդ համակարգը։ Ես ասացի, այսինքն ավտոմատը աշխատելու է, լրացուցիչ հնարավորություն է տրվելու ճշգրտումներ իրականացնելու։ Իրենք գործողություններ չեն անում։ Ըստ անհրաժեշտության։ Շնորհակալություն։ Ազատություն։ Տեսեք, հիմա նորից էլի գալիս ենք այն հարցին, որ ասում եք պետությունը իր վրա վերցրեց, ինչու չվերցրեց իր վրա, իսկ պետությունը ինչպես կարող է իր վրա վերցնել։ Նախկինում էլ երբ որ բյուջեից օրինակ հատկացումներ են կանում, դա էլ է նշանակում, օրինակ հարկվճարողների գումարներից ինչ-որ մի մասը հատկացնել այդ համակարգին։ Այսինքն այսպես թե այնպես վճարում էին հարկվճարողները, այսինքն հարկվճարողների վճարած գումարներից ինչ-որ մի մասը ուղղում էր այդ համակարգին, դրոշմապիտակ ձեռք բերելուն եւ բաշխելուն։ Հիմա իհարկե այդ որոշումները կայացվել են մինչև իմ գալը, այդ կառավարությունը որոշում է կայացրել, այդ պարտավորությունը ինչ որ մասով, ինչու եմ ասում ինչ որ մասով, հեսա կմեկնաբանեմ ինչու,
դնել այն հարկվճարողների վրա, ովքեր որ հենց այդ ոլորտներում են գործում։ Այսինքն նախկինում բյուջեից վճարած հարկերից ինչ-որ մասներ ուղղվում, հիմա ուղղվում է համապատասխան հարկվճարողների կողմից։ Հիմա գանք որ ասում եք հատով վաճառում է խնդիր ունի, դա որոշակի ծախս։ Բանը, որը վաճառվում է մի ապրանք, որը 150 կամ 200 դրամ կամ մի ապրանք, որը 5000 դրամ է, իրենք երկուսն են նույն գինն են տալիս։ Այո, այդ շատ կարևոր հարց եք տալիս, հիմա գամ այդ հարցին, տեսեք, ստեղ նախ նշեցի նրա մասին, թե երկուսն էլ հարկվճարելու մասին էր, հիմա գինը որքանով է արդարացված, ավելի շատ այդ հարցն է երևի թե հիմա փորձում հասկանալ, հիմա կառավարությունը քննարկում է այդ հարցը եւ այդ քննարկումների տրամաբանությունը այնպեսին է, որպեսզի մենք կարողանանք հասկանալ, թե ինչպիսին է օպտիմալ գինը, որտեղ օրենսդրությամբ իրավասություն տրված է կառավարությանը։ Կառավարությունը պետք է որոշի գինը եւ այդ որոշումը դեռ կայացված չի։ Պարզապես այսօր, եթե չեմ սխալվում, մի գին է որոշված ուղղակի ոչ ֆորմալ 3.5 դրամն է, որը որ համապատասխան օպերատորը առաջարկում է հարկվճարողներին, դա է այս 3.5 դրամ առանց հարկերի իհարկե։ Հիմա կառավարությունը քննարկում է օպտիմալ գինը եւ առաջիկայում արդեն երբ որ այդ քննարկումները կավարտվեն, համապատասխան որոշման հիման վրա հստակ կասի գնի մասին։ Թե որն է օպտիմալ գինը լինելու։ Պարոն ասեք, ասում եք, նշված է նաև, որ ավելի մոտ 57,000 քաղաքացի է սպառի դրասել հայտարարել։ Այս դեպքում սա 10% անգամ չի անում, որոնք պետք է սպառի դրասել հայտարարել 7,000-ի մասին անգամ։ Տարի սկզբի սրանցել արդեն 5 ամիս, այսօր շանս են ծրաղություն, 5 ամիս մնալ նոյեմբերի 1-ը, որ հավազանմատ ձեզ չմտաղում, որ կամ 10% այս վայրենությամբ հավաքեցին չդրացին հայտարարել։ Խնդիրները կարող են ներվել այդ իքարտերի վերաբերյալ եւ որ հանրական խնդիրներով կան, բայց այնուամենայնիվ մարդիկ այսպես նավի Այս հարցին շատ ենք անդրադարձել եւ ես նաեւ այստեղ էլ որ հնչեց այս պատասխանի մեջ փորձեցի դրան անդրադառնալ։ Այսինքն մենք բարբերաբար կարող ենք ասել օրինակ ենթադրենք պարտավորների ինչ որ մի մաս, բարբերաբար կարող ենք դրա մասին խոսել։ Եթե խոսենք օրինակ անցած տարվա համար, ակնհայտ է որ էական տարբերություն կա։ Այսինքն եթե նախինում օրինակ մոտ 60,000 էր, եթե չեմ սխալվում անցած տարվա ցուցանիշները, հա, ճիշտ եմ հիշում, 59,775 քաղաքացի էր դրացել, հիմա արդեն այդ ցուցանիշները կան։ Այսինքն, ինչ վերաբերում է հետաքրքրությունը ես ավելի շատ չափում եմ ժամանակի ընթացքում փոփոխություն։ Եվ այդ ժամանակի ընթացքում փոփոխությունը, որ նայում ենք օրինակ շաբաթական կամ ամսական կտրվածքով, ակնհայտ է, որ անընդհատ ցուցանիշների եւ մարդկանց հետաքրքրության աճ կա։ Եվ ես չեմ հիշում այն տեսակետը, որ մարդիկ մատների արանքով են նայում։ Այլ հարց է, որ այո, տեսեք, նման մեծ ռեֆորմները բոլոր երկրներում էլ հեշտ չեն իրագործվում, որտեղ մարդիկ հասկանալու խնդիր ունեն։ Մի մասը հասկանալու խնդիր ունի, թե ինչի համար է դա անում, ինչ-որ մի մասը թաքցնելու խնդիր ունի, դրա համար օրինակ չի անում, ցանկություն դե տեսեք նորից էլի նույն հարցին ենք գալու պետք է հասկանանք թե ինչի համար ենք այդ հայտարարագրումը իրականացնում եւ ես բազմիցս դրա մասին խոսել եմ Եթե մինչև նոյեմբերի 1-ը չհասնի արդյոք կառավարությունից երկարատև ժամանակ այս պահին նման պլան չկա, նման ծրագիր չկա եւ նոյեմբերի 1-ը ուժի մեջ է եւ կարծում արդեն բավական երկար հորիզոն է տրված, որպեսզի մարդիկ նախ հասկանան, համակերպեն, նաև ոնց որ սովորեն այդ համակարգով աշխատել կամ լրացնել իրենց հայտարարագրերը եւ դրա արդյունքները նոր ընթացից կհասկանանք թե ինչ է տեղի ունենում, բայց այս բանը նման ծրագիր չկա եւ մեր ակնկալիքն է որ նոյեմբերի մինչև նոյեմբերի 1-ը պետք է դրացնեն ու բացառությամբ իհարկե այն մարդկանց ովքեր որ օրինակ նույն
ID քարտի խնդիր կունենան։ Շանտ եւ վերջին 3 հարցեր։ Պարոն Հակոբյան, գիտեմ, որ Մարգարայի անցակետը բավականին ժամանակ է պատրաստ է վերահսկված է եւ հասկանալի պատճառով չի գործածվում, բայց ունեք նորություն։ Ես որպես այդպիսի նորություն չունեմ, սա կարծում եմ ինքը այլ հարթակի հարց է, այսինքն քաղաքական բնույթի հարց է այն տեսանկյունից, որ սահմանի բացման հետ կապ ունեցող հարց է։ Ես պարբերաբար, երբ որ այդ հարցերը տալիս եմ, հստակ ասում եմ, որ մենք պատրաստ ենք, այսինքն եւ մեր ենթակառուցվածքը, եւ մեր մաքսային ծառայությունը, եւ ինչպես նաեւ համապատասխան տեխնիկան, որը անհրաժեշտ է, որ սպասարկի այդ սահմանի հոսքերը, մենք պատրաստ ենք։ Իսկ կոնկրետ պլան այս բայի դրությամբ ես չեմ կարող ասել, որտեվ չկա նման պլան։ Շնորհակալություն։ Եվրամեդիա։ Պարոն Հակոբյան, տնտեսվարողներից կա բողոք, որ իրենք սահմանված կարգով ՀԴՄ-ն տրվում են, բայց QR բացակայության հետևանքով ենթարկվում են մեծ չափերով տուգանքների, մինչդեռ ՀԴՄ տրամադրելով փաստորեն պատշաճ չափով հարկերը ցույց են տալիս եւ վճարում են։ Արդյոք սա չէ համարում խնդրահարույց եւ ըստ էության ոչ իրավաչափ մոտեցում տնտեսվարողների, հատկապես փոքր ու միջին տնտեսվարողների նկատմամբ եւ եւս մեկ հարց ձեռնարկության դուք ձեր նախաբանում խոսքում եք ասում եք, որ հարկ վճարողները ձեր ընտանիքի անդամներն են, նման կարգավիճակ ունեն, երկրի քաղաքական իշխանության կողմից էլ ասում է, որ հարկ վճարողները հերոս են եւ այլն, բայց օրինակ նույն իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը վերջերս ասում է, որ 1000 խոշոր հարկատուների երեխաները բանակում չեն ծառայում, ինչպես կգնահատեք, արդյոք հիմա 1000 խոշոր հարկատուները օրինապահ քաղաքացիներ են, թե հակապետական գործունեություն ծավալող սուբյեկտներ, ովքեր իրենց երեխաներին բանակում ծառայում։ Վերջին հարցը թույլ տվեք չմեկնաբանեմ, որովհետև դա այլ դաշտարակ մեր իրավասությունից դուրս է, այսինքն բանակի հետ կապված հարցը չեմ կարծում հարկ վճարելու հետ առնչություն ունի։ Տեսեք։ Այլ մասն է հարցը, հիմա այդ մարդիկ հերոսներ են, թե այդ մարդիկ պետությունից օրինակ հանքավիճ մարդիկ են, Ընդհանրապես ցանկացած հարկ վճարող, օրինապահ հարկ վճարող, բարեխիղճ հարկ վճարող, կարծում եմ հերոս է։ Եվ շատ կարևոր է, որպեսզի մենք շատ խորը նայենք այդ հարցին։ Իսկ մեր համար կապ չունի, տեսեք դուք հատուկ ընդգծում եք խոշոր, միջին, կամ փոքր, ՓՄԶ ենք ասում եւ այլն, էական չի, ինքը խոշոր է, ինքը կարևոր է իր պարտավորությունները պատշաճ եւ բարեխիղճ եւ հոգատար ձևով կատարի, դա է։ Դրան պետք է հասնենք ու կապ չունի, թե ինքը ինչ չափի տնտեսվարող է։ Հիմա ինչ վերաբերում է դրոշմավորմանը, կարծում եմ մեր սիրելի հարկ վճարողները օբյեկտիվ հարց են բարձրացնում եւ մենք ներկայումս արդեն օրենքի նախագիծը մշակել ենք, ազգային ժողովում է գտնվում եւ օրենքի նախագծով մենք նախատեսում ենք իջեցնել